Մի ջրաղացպան մեռնելիս իր 3 որդիներին ժառանգություն թողեց՝ ջրաղացը, էշը և կատուն։ Եղբայրները հայրական ժառանգությունը բաժանեցին այսպես. ավագ եղբայրը վերցրեց ջրաղացը, միջնեկը էշը, իսկ կրտսերին բաժին հասավ կատուն։ Կրտսերը շատ վշտացավ իրեն բաժին ընկած ժառանգության համար։ Եղբայրներս կարող են ազնվորեն վաստակել իրենց մի կտոր հացը, ասաց կրտսերը, իսկ ես, դժբախտս, ինչ կանեմ, երբ ուտեմ կատվիս ու մորթուց էլ ձեռնոցներ կարեմ, երևի քաղցից կմեռնեմ։ Կատուն լսելով այս խոսքերը, ասաց. Շատ մի տխրիր, տեր իմ, ավելի լավ է մի պարկ տուր ինձ ու մի զույգ էլ երկարաճիտ կոշիկ, որ մացառուտներով անցնելիս ոտքերս չցավեն, և կտեսնես, որ այդքան էլ վատ բաժին չի ընկել քեզ։ Տերը շատ էլ չհավատաց նրա խոսքերին, բայց ծանոթ լինելով կատվի խորամանկությանն ու ճարպկությանը, մտածեց. ինչ իմանաս, գուցե իսկապես կօգնի։ Երբ կատուն իր ուզածով ստացավ, ճարպկորեն հագավ կոշիկները, պարկը կախեց վզից, թարմ գազարու կաղամ դրեց մեջը ու գնաց անտառ, որտեղ շատ նապաստակներ էին լինում։